Հաջորդ հոդվածը ուղղակի նաև եթերը լավ տրամադրությամբ ամփոփելու համար հոդվածը անդրադարձ է կատարել վարչապետի թեկնածու Արման Թաթոյանին, բավական հետաքրքիր կարծում հոդված է, այնպես որ հիմա քննարկենք միասին։ Հայաստանում քաղաքականությունը վաղուց դարձել է անլուրջ զբաղմունք, այն վերածվել է մանկական խաղի, որտեղ ով բարձր է գոռում, նա էլ պետական գործիչ է համարվում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին այս խաղը վերջնականապես օրինականացվեց եւ քաղաքական դաշտը լցվեց պատահական մարդկանցով։ Արման Թաթոյանը այդ երևույթի դասական արդյունքն է։ ՀՀԿ եւ Նիկոլ Փաշինյանի միջոցով ՄԻՊ նշանակված Պաշտոնյան այսօր հանկարծ որոշել է խաղալ մեծ քաղաքականություն։ Թաթոյանն ու իր թիմը գրում են նամակ ԱՄՆ փոխնախագահ J.D. Վենսին, հետո հպարտորեն հրապարակում են այն Facebook-ում հայերեն եւ անգլերեն, որ բոլորը տեսնեն միջազգային մակարդակը։ Մարդը, որը ցանկանում է դառնալ Հայաստանի վարչապետ, անկեղծորեն հավատում է, որ աշխարհի ամենահզոր պետություններից մեկի երկրորդ դեմքը նստած սպասում է իր նամակին։ Ավելին, սպասում է խորհուրդների Արցախի մասին, միջազգային իրավունքի մասին եւ ընդհանրապես կյանքի մասին։ Թաթոյանը նաև հայտնում է, որ ունի ապացույցներ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների վերաբերյալ։ Ստացվում է, ԱՄՆ-ն չունի, միջազգային կառույցները չունեն, իսկ Թաթոյանն ունի Facebook-ում։ Իսկ վերջում կուլմինացիան։ Թաթոյանը Վենսին հիշեցնում է, որ հայ ժողովուրդը առաջնորդվում է իր տատիկի խորհրդով։ Դիվանագիտություն, ընտանեկան խոհանոցից ոչ ավելին։ Արտաքին քաղաքականություն, ժողովրդական բանահյուսության մակարդակով։ Սա սխալ քայլ չէ, սա անհաջող PR-էլ չէ։ Սա քաղաքական մտածողության բացակայություն է, սա պետականության մասին պատկերացում չունեցող մարդու ինքնախոստովանություն է։ Երբ նման մարդիկ խոսում են վարչապետ դառնալու մասին, խնդիրը նրանց ամբիցիան չէ, խնդիրը այն իրականությունն է, որտեղ նման բաներն այլևս չեն զարմացնում։ Սա արդեն պետության ծաղրանք է։ Այս մակարդակի նամակների վերջում սովորաբար գրվում է «տարածեք, քանի չեն ջնջել» կամ «ողջ հայ ժողովուրդը սա պետք է տեսնի»։ Եվ ես նկատում եմ Թաթոյանի աջակիցները այդ նամակը տարածելիս, ահա տեսեք պետական մակարդակը որն է, գիտեք, իհարկե կարելի է ընդհանրապես չխոսալ այս մասին, որտեղ քաղաքական դաշտում Թաթոյանը դեռ ֆակտոր գործոն չի դարձել, բայց մյուս կողմից լավ ինչքան անլուրջ կարելի է լինել։ Իսկ մարդը կարծում է Միացյալ Նահանգները չգիտեն, որ Արցախում էթնիկ զտում է եղել, այլ Թաթոյանը որ նամակ գրեց, կիմանան արդեն։ Բայց մյուս կողմից հասարակության մի շերտ կա, որը սիրում է այսպես ռոմանտիկ մոտեցումներ աշխարհաքաղաքական հարցերին, երևի թե այդ հատվածի համար Թաթոյանը բավական ընդունելի կլինի։ Ընտրությունները ցույց կտան, թե հանրության որ հատվածն է ռոմանտիկ տրամադրված աշխարհաքաղաքական գործընթացներին։ Եվ սպասենք, տեսնենք Վենսը երբ կպատասխանի Արման Թաթոյանին։ Ես կարծում Հայաստան գալուց անպայմանորեն կհանդիպի Արման Թաթոյանին եւ կարծում տատիկից կարկանդակներ էլ բերած կլինի, վերջո այդքան այդ մարդու տատուն սիրում է Արման Թաթոյանը։ Ես հուսամ, որ մինչև Վենսի գալը Արման Թաթոյանը կորոշի նաեւ Վենսի տատիկի թոշակը բարձրացնելու հարցը, այդ նամակով էլ կդիմի, այդ հարցով էլ կդիմի Թրամփին ու միանգամից այդ հարցը կլուծվի եւ նաեւ առաջարկում եմ գտնել այլ օկուպացված տարածքներ, Թրամփի անունով ունենք օկուպացված տարածքներ, Մելանի անունով ունենք, ինչի չունենանք Վենսի տատի անունով ինչ որ օկուպացված տարածք Ադրբեջանի կողմից։